Տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական խնդիրները հայ, թուրք, վրացի, ադրբեջանցի ու եվրոպացի փորձագետների աչքերով։ Կովկասի ինստիտուտը Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ անցկացրեց առկա ու առցանց միացմամբ քաղաքագիտական խորհրդաժողով, նվիրված Հարավային Կովկասի անվտանգությանը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում։ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է Հայաստանի մարտահրավերները շատ են, բայց դրանց շարքում առաջինը անվտանգությունն է։ Անվտանգության խնդիրները կապված են Ադրբեջանի հետ, այդ խնդիրը պետք է Հայաստանի կառավարությունը ցանկացած Հայաստանի կառավարությունը պետք է փորձի լուծել։ Դա ճանապարհ է, դա ակտ չէ, դա չի կարելի անել մի բանով, մի թուղթ ստորագրությամբ դա չի լուծվի, մի հանդիպման, ասենք, լիդերների դա չի լուծվի եւ այլն։ Այդ ճանապարհին Իսկանդարյանի դիտարկմամբ կարևոր է լավ պատկերացնել, թե ինչ է կատարվում տարածաշրջանում ու տարածաշրջանից դուրս։ Կարծում է, այսպիսի միջոցառումները պետք է նպաստեն դրան, մեր երկրի քաղաքականությունը ճիշտ ուղղությամբ զարգացնելու համար։ Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերը նշեց, որպես ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամներից մեկը եւ ՄԱԿ անվտանգության խորհրդի մասնակիցներից մեկը, գիտակցում են, որ տարածաշրջանային անվտանգությունը կարևոր նշանակություն ունի ամբողջ միջազգային հանրության համար։ Այս գիտակցումն է նպաստում մեր համագործակցությանը, շատ կարևոր է, որ մենք ապահովենք երկարաժամկետ խաղաղություն։ Երկխոսությունը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում չափազանց կարևոր է հակամարտությունների լուծման համար։ Չերչիլն ասում էր, խիզախություն է, որ դուք վեր կենաք եւ խոսեք, բայց խիզախություն է նաեւ նստել ու լսել։ Դեսպանը նշեց, խաղաղ տարածաշրջան ունենալու համար չափազանց կարևոր է երկխոսությունը որոշում կայացնողների ու քաղաքասարակության միջև։ Հավելեց, խաղաղության ուղին հազվադեպ է, որ հեշտ է լինում եւ շատ հաճախ պահանջում է բարդ որոշումներ։ Աննա Զախարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։